ինչ ինֆորմացիա ունեք, ուր են հասել աշխատանքները։ Պարոն Մխիթարյանը կներկայացնի։ Մասով ես ներկայացնեմ, ուրեմն ինչպես տեսնում եք, վերջացել ենք արդեն ամրակայման աշխատանքները ու ամենաերևի չագերտավոր տխուր պահը, որ արդեն չգիտեմ նկատեցիք թե չէ, պալգոնը չկա, մեր բոլորի համար հայտնի։ Այդ թղթերի հետ կապված շատ փոքր տեխնիկական խնդիր կար պալգոնի աբամոնտաժման, դա նույնպես լուծվել է, աբամոնտաժել ենք։ Հիմա արդեն տղաները ամրակայման ամենավերջին փուլն է մնացել, այդ բացը էինք թողել, որը կապված էր զուտ պալգոնի հետ, ու սրանից հետո արդեն հավելյալ ամրակայման աշխատանքներից հետո հավելյալ աշխատանքները կտարվեն։ Ինչ։ Չէ, բայց մի պահ առանց պալգոնիներով, բայց այդ զոհողությունը հաստատարժի, որ շատ մոտ ապագայում ունենանք հավատացում ցես աշխարհահռչակ տուրիստական վայր։ Հիմա եկեք ասում եմ, լավորով այդ խնդիրների մասին էլ չխոսենք, կարևոր է ունենք բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, փաստաթղթերը ու ավարտի հետ էլ կապված նշեմ, որ նախատեսում ենք վատագույն դեպքում 24 ամսում ամբողջական արդեն վերանորոգված վիճակով բացել դռները։ Եկեք խնդրեմ նաև անվտանգության, մեր բոլոր ձևի հնարավոր պահպանված այս ամեն ինչն է ֆիքսենք, որովհետև իրականում բավականին կարևոր են թե աշխատակիցների համար հանգստի սենյակը, նորմալ պայմաններում սնվելը, նաև աշխատանքային քննարկումներ անելը ու բոլոր այնտեղ չգիտեմ նկատեցիք թե չէ, նաև հակահրդեհային, անհրաժեշտ պարագաներն ունենք, աշխատողները միշտ, անհրաժեշտ պարագաներով հագնված են, նույնիսկ գլխարկներով, այսինքն բոլոր հնարավոր օրինական եւ հիմնավոր գործողությունները մեր կողմից կատարվում են, որպեսզի չունենանք որևիցե խնդիր, որևիցե դեպք, որը կարող է ազդել շինաշխատանքների վրա։ Լինելու է վերանորոգումից հետո ճիշտ հասկացա, լինելու է մեր Մկրտչյանի տուն-թանգարան, մեծ հույս ունենք, որ նաև հնարավորություն ենք ունենալու տուն-թանգարանից բացի ունենանք 1-2 սենյակ, որտեղ կարողանալու են անցկացնել մշակութային միջոցառումներ։ Եկեք այդ մասը բաց թողեմ ես տեղեկացված չեմ ֆինանսական կտրից, բայց քիչ գումար չի, բոլորս հասկանում ենք, տեսեք շենքի ինչ վիճակում է ու կհանդիպենք մոտ 1-2 տարուց, կտեսնեք ինչ աշխատանքներ են տարել։